բնույթով ռազմապար չեն, բայց իրենց ոգեղենությամբ և էներգետիկայով չեն զիջում ռազմապարերին, և դրանցից մեկն էլ Դափկին է, որը մի քանի տարբեր մեկնաբանություն ունի, թե ինչի մասին է, բայց ամենայն հավանականությամբ սա քանի որ առաջ գյուղերում ձմեռները տանիքի վրա բարակ շերտով թաղիքներ են եղել, որոնք ապահովել են տաքությունը տանիքի, այսինքն տանիքից ավելի քիչ սառնություն է եկել տուն, իսկ ձմեռները եկած ձյունը, անձրևը և այլն այդ թաղիքը, այսպես ասած, ուռացրել են։ Այս պարը տղամարդիկ հաճախ պարել են տան կտուրների վրա և ոտքի հարվածներով, շարժումներով ավելի նստեցրել են թաղիքը, որպեսզի ինքը վերադառնա իր հին վիճակին։ Մուսալեռան պար է, կարծում եմ դրա մասին գիտենք, և Դափկի շարունակությունը մուսալեռան լորկեն է լինելու, որը նույն ձայնագրության մեջ է։ Միանգամից երկուսը իրար հետ կպարենք և կխնդրեմ, որպեսզի միանգամից խաչված ափերով տարբերակը սկսենք պարել, որի մեջ հարվածող և դեպի ձախ ու հետ գնացող շարժումը երկու անգամ ենք անում։ Խաչված ափերով ձեռքերը, արմունկները մեր կողքերին դիպած և ձեռքերը այսպես ափերը առաջ պարզած։ Այդ անցման հատվածը Դափկից լորկ է, պիտի խնդրեմ ուղղակի շրջանի ներսում պարերների նշանից լինեք, որպեսզի անցումը կարողանանք բոլորս միանգամայն գնացել։ Այսօր միասին սովորելու ենք Մուսալեռան Դափկի։ Որտեղ է արեցին